Ինչպես եք լուծելու կոյուղու հարցը, այլ Տեսեք, դուք հիմա այդ ինչի եք որոշել ես չեմ կարող ասեմ։ Հա, ես իրեն շահերն եմ պաշտպանում նման ակցիաներից եւ շանտաժներից։ Դե թողեք պատասխանեմ այս խեղճ աղջկա հարցին։ Տեսեք, երբ որ այդ կոյուղի, տեսեք, այդ ինչը որ քաղաքաշինական փաստաթղթերը, երբ որ անցնում է պետական համալիր փորձաքննություն, անցնում է տարբեր գործընթացներ եւ տարբեր գերատեսչությունների մոտով անցնելով նոր գալիս է վերջում դառնում է շինթույլտություն։ Հիմա այդ ամեն ինչը նախատեսվել է, այսինքն եթե, չգիտեմ, մի քիչ մասնագիտական բան էլի, եթե կոյուղին ասենք, չգիտեմ, տրուբայով չպետք է անցնի, այլ ձև պետք է անցնի ու դա էլ է ընդունելի օրինակ պետության համար կամ վարչական մարմնի համար կամ պետական այլ մանր։ Ուրեմն տենց կլինի, ոնց նախատեսված է, տենց կլինի, ինչ նախատեսված։ Որտեվ արդեն շինթույլտվություն ունեք, կարող եք ասես չկա։ Ուզում եք հասկանալ ինչպես է լինելու բազմաբնակարան շենքերի կոյուղու հարցը, ինչպես է լուծվում։ Այսինքն ձեր կարծիքով այս սարքվելուց հետո ստեաբլոները չեն կարող չեն ունենալու կոյուղի։ Հա, կա իհարկե կա այդ։ Միանալու են ընդհանուր ցանցին, այլ ցանցերի։ Այտենց հստակ ես չեմ կարող ասեմ, ժողովուրդ դուք հիմա ինձ շինարարի հարցեր եք տալի, որին ես ամբողջությամբ չեմ տիրապետում։ Բայց ինչը որ կա ամենը օրենքի սահմաններում է, բոլոր պետական մարմինների կարծիքներով անցել է եւ որևէ խոչընդոտ ու խնդիր չկա, որը հետագայում այս շենքերի կառուցման արդյունքում կարող է որևէ մեկի իրավունքը խախտվի կամ չգիտեմ կոյուղին ալնի չլնի, այս ալնի չլնի։ Վարչական դատարանը դիմել եք դատարան, թող դատարանը որոշում կայացնի։ Ինչ որոշեց այդ ինչը պետք է անենք, մենք գտնում ենք որպես մեր շինթույլտվությունը իրավաչափ է, կառուցապատողն էլ իրավաչափ։ Ժողովուրդ ջան, դիմել եք դատարանը երբ որ որոշեց, ես այն ժամանակ կգամ կասեմ, այո, դատարանը որոշել է, որ իրավաչափ չի, բայց կապած, հա, դուք էլ նշեցիք, որ վարչական դատարանում է։ Եթե հանկարծ դատարանը որոշի, որ չի թույլատրում, ինչ է, եւ դուք էլ ասիք, որ կասեցումը չի, օրենքով կասեցում այլևս չկա, հա, շարունակում եք այնքան։ Հա, քանի դեռ դատարանը չկա։ Ինչ եք անում։ Այդ արդեն կորոշվի, բայց հաստատ կենթարկվենք դատարանի որոշմանը։ Իմ տված հարցին քիչ առաջ պատասխանել եմ, մեսենջերով ասում են, որ կոյուղին կպնելու է քաղաքի կոյուղում։ Դե կառուցապատումը տեղյակ ինչ-որ մեկ է։ Դե միգուցե, ես տեսեք, հիմա ոնց որ հիմա ինձ ոնց որ հարցնեք ասեք այս ցեմենտը M500-ով է թե M250-ով, բանը իրանց գրելով իբր թե միանում է։ Միջև կոյուղի չսարքեին, իրանք իրավունք չունեին այս ամեն ինչն անեին։ Ով ասեց է, ով։ Ես եմ ասում։ Դե դուք եք ասում գնացել եք դատարան այն մարդ որ որոշեց իրավունք չունեիք, ասենք դուք ճիշտ եք, մենք սխալ, բայ։ Իրավունքներից են խոսում իսկան։ Դու իրավունք ունես։ Ուզածը ի՞նչ է հիմա։ Հա, այս ակցիայի իմաստը ո՞րն է։ Մենք չունենք պարկինգների տեղ։ Okay, դատարանը որ որոշեց, մենք կենթարկվենք դատարանին, ձեզից է ներողություն կխնդրենք։ Okay։ Շենք ստոր գետնյա պարկինգներում, այո։ Երբ է ավարտվելու շինարարությունը։ Ճիշտ ասած, երևի 2 տարով է տրված, հստակ չեմ կարող ասեմ, էլի, տեսեք, ես մի անգամից եկել եմ, հստակ չեմ կարող ասեմ, երբ է ավարտվելու, 26 թվականի սեպտեմբերին, այնտեղ գրած է։ Ներողություն ավտոկայանատեղի հետ կապված հնարքիչն նշում է, որ եւ 12 ավտոկայանատեղի ահա ընդամենը, բայց բնականները մի քան 5 անգամ Ահա, թույլատրելի ոչ մի օրենքում պարտադիր պահանջ չկա, որ քանի բնակարան ոչ մի պահանջ չկա, թե քանի բնակարան եղավ, այդքան էլ պետք է ավտոկայանատեղի։ Նման պահանջ չկա։ Քանի ինչը որ օրենքով սահմանված է, ճիշտ է։ Դե մենք էլ այդ օրենքի դեմ ենք փաստում։ Հա, ուզում եք դուք ավտոներ չունեք, էլի, հաստ է։ Հիմա այս ավտոն, որ ասենք անկապ քշում էր, կառուցապատողն է մեղավոր։ Չէ, ժողովուրդ այն ավտոն, որը տենց արեց, կառուցապատողն է մեղավոր։ Ասես դրանով կենք փագել։ Բայց դու ես որոշում կենք փագել, ինչ եք փագել։ Լավ ենք արել, կներեք, բայց պահանջ եք ուղում կառուցապատողին եք վարկաբեկում։ պատրաստ է փոխհատուցում տալ։ Ինչի վերաբերյալ։ Դե քաղաքացիները ասում են, որ իրենք դժուժ են։ Տեսեք, ես էլ ասում եմ, որ քաղաքացիները, օրինակ գիշերը գալիս են, սարկածը քանդում են, առավոտը գալի նորից 0-ից սարքում են։ Բան
ողջամիտ եմ ասում։ Այդպիսի բան եղել է։ Չէ, ողջամիտ եմ, հա, ողջամիտ եք համարում իմ ասածը։ Չէ, տարբեր հիմա ասենք Եկեք կոնկրետ ասենք, քաղաքացիներն ուզում են փոխհատուցում, կառուցապատողը պատրաստ է տալ։ Եթե դատարանի որոշմամբ կհաստատվի, որ կառուցապատողին որևէ բնակչի պատճառվել է նյութական վնաս, այդ նյութական վնասը օրենսդրությամբ սահմանված կարգով ապացուցված կլինի համապատասխան փորձագիտական եզրակացությամբ, որում կերևա պատճառը հետևանքային կապը կառուցապատողի գործողությունների եւ պատճառված վնասի միջև, կհաստատվի, որ կառուցապատողը գործել է ոչ իրավաչափ եւ դրա արդյունքում է պատճառվել վնասը, այո կհատուցի։ Բայց որ դուք ասում եք, ես ինչի համար են օրինակը բերեցի, ասում եք ասում են, ես էլ եմ ասում։ Ասելը դեռ քիչ է, պետքա լինի հստակ փորձագիտական եզրակացություն, պետքա լինի դատարանի որոշում։ Թող գնան վնասա պատճառվել։ Որ որոշումը սեպտեմբերի 18-ին, եթե չեմ սխալվում, դատական նիստ է հրավիրված, որոշում չի։ Մարզեր չի թե ինչքան կա կծկծկվի։ Դե դա արդեն գիտեք, ես չեմ կարող այդ հարցին Այդ ընթացքում ինչ հասցրած կլինեք։ Ինչ առումով, ինչ հասցրած։ Շինարարության ընթացքը ֆիքսված է շինարարական մատյանով եւ ժամանակացույցով շինարարական աշխատանքների, դա մի քիչ մասնագիտական եւ կապալառուին վերաբերող հարց է, ես մասնագիտությամբ իրավաբան եմ, հիմա չեմ կարող ասեմ, էլի, օրինակ չգիտեմ, մի հարկի համար նախատեսված է այսքան օր կամ այսքան ժամ, էլի, ընթացակարգ բանը շինարարական աշխատանքների ժամկետին համապատասխան կառուցապատումն իրականացվում է, բայց հստակ չեմ կարող ասել, օրինակ սեպտեմբերի 18-ի դրությամբ ստեղ ուր հասած կլինեն։ Անկեղծ չեմ կարող ասել, որտեղ ես բուն շինարարական գործընթացի մեջ չկամ եւ չեմ տիրապետում։ Ես ընդհանրապես իրավական մասով աջակցում եմ կամ ներկայացուցչություն եմ իրականացնում ընկերության համար եւ այդ մասնագիտական շինարարությանը վերաբերող, չգիտեմ, տարբեր խիստ մասնագիտական հարցերին այս բանը ես հստակ չեմ կարող պատասխանել։ Ինքը ինչ կարա ասի, բայց ինքը կառուցող է։ Բայց ինքը ալա մի վարքյան մի բան ես խնդրում եմ մի հատ հարցնեմ։ Հա, ես բողոքավոր եմ, ես կարամ ինչ որ մի բանին բողոքից ասեմ, բայց դու շինարար ես։ Դու ինչ կարաս, կառուցապատող ես։ Կարելի է մի բան ասել։ Դե ինչ պետք էր ես ասեցի։ Ներողություն։ Կառուցապատողի ներկայացուցիչն ասում է, եթե դատարանի որոշում լինի, որ պիտի փոխհատուցում տանք, նյութական վնասի եթե նա գոհացնի այդ նյութական բանը։ Դատարանի որոշում լինի, դուք պատրաստ եք ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, հիմնավորումներ, որ ձեր տան արժեքը ընկնում է այս շինության անպայման համը արժեքն անգնում համ եթե մենք չծախենք էլ մեր տան որակն անգնում մենք չենք կարում նայենք դուրս արդեն պատ ենք տեսնելու մեր փոխանակ կանաչ տեսնենք թող մի հատ սեփական տուն այս 1500 մետր քառակուսի հողատարածքի մեջ իրանք ասում են 600 մետր քառակուսի շինությունա դեռ ես պետքա գեոդեզիստներին բերեմ ես պետքա բաներ անեմ չափումներ անեմ հələ տեսնեմ սրանք տեղավորվում են իրանք գրածի մեջ թե չէ ես անելու եմ որպեսզի կասեցվի այս շինարարությունը դրա համար պետքա դեռ աշխատանքներ ունենք բայց ով է մեղավոր որ մեր սիրելի քաղաքապետ պարոն Բաբայանը բողոքը վրեն այսքան ժողովրդին նա շինթույլտվություն է տվել ով է տեսել բայց այդ ամեն ինչի հաշվի առնելով ինչ եք տուն ուզում որովհետև կարող է ես ծախեմ իմ տունը, որովհետև իմ տունը ընկնում է գերի։ Բա ամեն մի տուն ես, բայց այդ քո ինչ գործն է։ Որովհետև իմ տունը, այո։ Լսի իմ տունը, ամեն երկու հատ տուն ես, գիտես ինչ է։ Գոյուղի չկա, ավտոմեքենան խնդիր է։ Որ ծախեմ իմ տները չծինա գինը, ծախեմ այդ համ ստեղից։ Բա իհարկե, բա ես ոչ եմ ապրել 8 հարկի կողքը։ Եթե ես լսեք, մի բան եմ ուզում ասեմ։ Այս երկու տները, սրա հետևը, երկու հատ տներ ենք մենք այո, մենք ստեղ որ ապրում ենք, ստեղ տուն չկար Ես հան առաջինն եղել Մինչև հեգնական այդ պահելաձևը դու կարաս պահես քո տերերի հետ խոսած Ես տեր չունեմ Տուն ես լավ է Ներողություն էլի, բայց այս մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունն էլ է խախտում Այո, դու ինչ սեփական տներում են ապրում Գիտես ինչ միլիոններ եմ դրել ես այդ տան վրա հարկա լինելու Այս հարգացից ջան 8 հարկ կամ 6 հարկա լինելու որտեղից բաց երևալու է մարդկանց հատվածը իրանց տան Դե իմ աս պատասխանեմ ձեզ Ասից ջան ես իմ տան վրա դրել եմ միլիոններ
տաներ, որպեսզի Հիմա մի բան ասեմ, հիմա պատկերացրեք, ստե երկու արկանի է, հիմացը մի արկանի է, մեզ մի հարկինը, հիմա որ գամ ասեմ, երկրորդ հարկից իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտում ողջամիտ, հա։ Իրողություն այստեղ սեփական տներ են, հարցը դա է, որ մարդիկ ոչ թե ապրում են քաղաքի կենտրոնում, ապրում են ասում մենք ենք ասում ընկեր, մենք ստորագրությունով ասում ենք, որ դատան ասես դուք ճիշտ եք, կգանք ասենք թույլտվությունն է եղել դա, ինչն է մինչև շին ստորագրությունն է եղել, մինչև շին թույլտվություն եկեք մի բան հասկանանք, որ եթե որևէ հարց քննվում է դատարանում, Եվ դատարանը ինչ որոշեց, այտենց էլ կվարվենք։ Հիմա որ եկանք հավաքվեցինք ստեղ։ Հա, մարդու անձնական կյանքի գաղտնիությունը չի խախտում։ Այս բնակարաններում օրինակ տեսանյութ ծայրահեղ մեկնաբանության է ենթարկում, որովհետև այդ նույն հաջողությամբ օրինակ պլյոնկեքի օրենքը, որ հանեցին, արգելեցին մեքենայի ապակիները պլյոնկացել լինի, իմ անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտում է, որովհետև կողից մեքենայից տենում են ես մեքենայից մեջ ինչ եմ անում։ Ոնց չէ։ Դա ծայրահեղ մեկնաբանություններ պետք չի։ Խիստը իր տան մեջ նկարում են։ Չէ, դուք ուղղակի օբյեկտիվ իրականությունը չեք ուզում։ Օբյեկտիվ իրականությունը այն է, որ անձնական տվյալների անձնական կյանքի գաղտնիության խախտում ստեղ չկա։ Ոնց չկա։ Չեն գնում մարդու ննջարանի մեջ, մտնում, չգիտեմ ինչ անում, ժողովուրդ կամ իր խոհանոցում։ Որ չկա ստեղ։ Կարող է չկա, իմ անձին խաղ։ Տեսեք, դուք այնպես բան եք ասում, ցանկացած իրավիճակում, մեր հատկապես Երևանի կամ ցանկացած իրար դեմ դիմաց գտնվող շենքերն էլ, որը տենց լինի մեկի բալկոնից մյուսի բալկոնը։ Բնակարան շենքեր են։ Հա, բայց ով ասեց, որ անհատական բնակելի տունը օժտված է ավելի, չգիտեմ, լայն իրավունքներով, քան բազմաբնակարան շենքը։ Սեփականությունն է, բնակության համար նախատեսված վայր է։ Այդ նույնը ոնց որ ասենք, այ քոնը որ հասարակական շինություն է, ինչ որ մեկի օֆիսն է, ավելի այդպես գաղտնիություն։ Չէ, գյուղի մասին չի խոսքը։ Խի Երևանում չկա սեփական տուն կողքը բազմաբնակարան շենք։ Բայց էս ինչ է գյուղ, հասկանում եմ, որ վարչատարածքային միավորով, բայց սովորաբար Երևանին կապած է։ Լուրջ։ Հա։ Չի, փաստորեն քաղաքում ենք, հա մենք ապրում։ Ասում է քաղաք է մարդը։ Կարող է կենտրոնում ենք ապրում, չենք իմանում մենք։ Երեխեք ջան, մի բան ասեմ էլի ես։ Ես մի բան եմ ուզում էլի ասեմ։ Դուք դիմելու եք դատարան։ Դիմաց դատարանը։ Որ փաստերով դիմաց դատարան։ Պետքա կասեցվի էլ սա։ Հա, բայց ինչ հիմնավորման։ Մի րոպե էլի, ինչ հիմնավորման պետք է կասեցվի, դա ասեք։ Առաջի հերթին, որ գրել եք ձեր հայցի մեջ գրել։ Հայցի մեջ ամեն ինչ գրված է։ Գրված է թե ոնց է այս մեր գոտին գտնվում 8-րդ գոտում։ Սա գյուղ է։ Այստեղ պետք չի կարելի օրենքով։ Հենց մեր բաբայանն էլ գիտի, որ ինչ օրենքի տակ կանգնած է։ Սա մի գոտի է, որը կոչվում է 8-րդ գոտի, որտեղ որ կա թույլտվություն ամենաշատը 3 հարկ։ Առանձնատներ։ Եթե դուք վերևից նայեք, այստեղ չկա շենք։ Բոլորը սեփական տներ են կամ townhouse-ներ են 3 հարկանի։ Սենց բան թույլտվություն չի կարելի ստեղ, առաջի հերթին օրենքով չի կարելի, որովհետև օրենքը թույլ չի տալիս։ Մենք ունենք գոտիացման շրջաններ առինջում։ Այս գոտին կոչվում է հորային սիստեմ, ստեղ չի կարա կոյուղի գա։ Չի էլ եղել կոյուղի։ Հա։ Կոյուղն պետք է լիներ նոր սարքվեր։ Այս առաջինը դա է, որ պետք է շինությունը մերժվի։ Հայցի մեջ Հա, հայցի մեջ դված է, որ իմ պատի հետևը հենց 6 մետր չկա։ Իմ հյուրասենյակում նստում եմ ես, պատուհանից հետո իրանց շենքն է 8 հարկ։ Ու կեսներ իմ բակի մեջ է։ Իրանք մի հատ այսպես դուռը անեն։ Հարկայնությունը պահպանված չի, էլ ինչ կետ եք նշել։ Որ իմ շուխուրը մարդկային հասարակական վիճակը գալու է խանգարի, մենք չենք կարում տեսեք, մի հատ ավտո անցնում է, մեկը ճանապարհ է տալիս, դուք պատկերացնում եք ինչա կատարվելու այս փողոցների վիճակը, իրանց պարկինգների տեղը, իրանց այս ամբողջ ժողովրդի մտնել գնալը, Ստորգեթյայում ունեն 12 հատ տեղ, 64 հատ տան համար 12 հատ տեղը սարքել են, ուրա կանգնելու այդ մեքենան չլինի գալու է իմ դռան մոտ կանգնի։ Փոխհատուցման մասին։ Բայց ինչ գիտես, հիմա տուն կա 3 հատ տուն, 3 հատ ավտո ունի։ Իրանց հյուրերը փոխհատուցում եք ուզում։ Այո, անպայման։ Եթե իրանք հատ-հատ այս ստորագրողներին, ներառյալ ինձ,
Եթե ուզում են իրանց շինարարությունը նպատակին հասնի, նրանք պետքա գոհացնեն մեզ իրանց փոխհատուցումով։ Եթե չգոհացնեն, կամ պետքա քանդվի, կամ պետքա գնա Դենհաղ։ Կամ պետքա, հա, ինչով որ կարողա 4 հատով լինի, քիչ լինի։ Էդ էլ կա։ Նայած, իմացած։ Եթե այլ բան չկա։ Երեխեք ջան, հիմա այս կողմից էլ մենք ունենք սեփականության խոտ, որ իրանց մեքենաները մենք սեփական տներ ունենք, բոլորս։ Մենք հերիք չենք անում այս փողոցի վրա քշենք։ Չենք կարողանում քշենք իրար կողքով։ Հիմա իմ թորնիկը որ դուրս գա ասենց հեծանիվ քշի, հաստատ մի բան պատահելու է։ Դու երաշխավորում ես վաղը որ իմ թորը ստեղ հեծանիվ քշի։ Չին գնելու մեքենայի տակ։ Ալվարդ Մխիթարյան։ Ալվարդ, նաև մի հարց, հա, 58 հա հոգեր ստորագրել։ Ինչու այսքան սակավամարտ ակցիա, ինչու մյուսները չեն մասնակցում։ Որովհետև մարդիկ ասել են ստորագրել ենք, աշխատանքային օր է, կեսն էլ չեն իմանում, բայց իրանց հասցեներով, հեռախոսի համարներով, իրանց սեփականության թղթերով ներկայացել են պարոն սիրելի Էդվարդ Բաբայանին, իր սեղանի վրա ունենալով 58 հոգու բողոքը, նա ասել է, ես գտնում եմ շինարարությունը պետքա տրվի։